Են ծատուրյան կար, ինչ կար, եկել էր ստե կապիկություններ անում, հայկական համաժողով են ստեղծում, ես իմիշ վերի գլող են ստեղծում, ես բոզի տղեկա, սա Facebook-ից հեռուի ագենտները, են Արթուր Ասատրյան կոչվածները, Սամվել Կարապետյան կոչվածները, դրա աղբերը, սրանք բոլորը գործակալներ են, սրանք բոլորն էլ մասոններ են, ու նորից եմ ասում, մեր ազգին խաբեության խարդախությամբ, եսա ցույց տամ, եսա մի րոպե մի բան ցույց տամ, դրվագ ցույց տամ ու անցնենք առայ։ Մի րոպե։ Թուլի բանը ցույց տամ։ Մեր ձևով։ Այս բառակապակցությունը Սամվել Կարապետյանի հայտնի հարցազրույցից հետո տեղավորոշ խոսք է դարձել հայության մեջ ամբողջ աշխարհում։ Կարծում ենք, որ արդեն բոլորը հասկացել են, որ մեր ձևով նշանակում է հայավարի։ Այսինքն պատվով, աշխատասիրությամբ և խելքով։ Հիմա, հերթով մենք անդրադառնանք սրան, պատվով, աշխատասիրության և խելքով։ Հիմա եթե աշխատասիրությամբ, բա մեր ազգը ինչի չի հարստանում, դուք եք հարստանում, շատ լավ, հա։ Մեր ազգը աշխատասեր չի։ Մարդ կա, որը 14 ժամ աշխատում, որ տանի իր երեխուն, իր ընտանիքը կերակրի, ինքը չի հարստանում։ Բայց այս պոռնիկի ծնունդները բոլորը հարստանում են, ոնց հասկանալ։ Էս մեկ։ Պատվով, հիմա դուք արժանապատվություն ունեք պոռնիկ, ձեր արժանապատվությունը ինչ ունեք, որ քու հերը Կարենը աշխատելով Խերժոյի մոտ, թե աշխատակազմի ղեկավար, թե այլ պաշտոնների վրա, ինչ էիք անում, դուք չգիտեիք, որ Ստամբուլյան կոնվենցիա է հա։ Չգիտեիք, որ 2009 թվականին Խերժով ստորագրել է հայ-թուրքական արձանագրությունները, որտեղ ներառված է ճանապարհային քարտեզը, որի Սիսիան Մեղրիղակա, որը պետք է կապել Նախիջևանի հետ։ Ինչի չգիտեիք, պոռնիկներ։ Բա դրա մասին ինչ ես խոսում, հա։ Դու խելոք ես ենքան, որ դու կարաս մեր ազգի, ոնց որ ասած խելքի վրա ազդել, դուք շուտ տրավակտնենք, մենք էլ ստե հարիվ նստացենք, մտածում ենք, ոնց կարակ դուք մեր խելքը ուտեք, կակ մի հատել, հետո խախպեք, դուք ինչ եք մասնակցում այդ ընտրության, հա? Դուք դեմ եք ես գյոթին, հա? Եթե դեմ եք, բա պոռնիկներ չեք ասում, Լանզարոտի կոնվենցիա եք, եթե դուք մանկապիղծ չեք, բախի այդ Ստամբուլյան կոնվենցիայի, Լանզարոտի կոնվենցիային դեմ չեք ուսեկել, հա? Թե դուր չեք գալի, Կարեն Կարապետյանը, դրոչի գյոթը, նախկին ողջապետը, ընդունողը Ստամբուլյան կոնվենցիայի այդ գանդոնն է եղել, Սյամո հոպարի ընկերն է, Խերժոյի Ռաուֆի բարեկամն է, բա չեք իմանում, որ այդ գյոթի մասին օրենքներ են ընդունում, հա? Խելքով է, հա? Նամուսով է, պոռնիկներ առաջի պոռնիկը դուք եք արա, բա Արցախի համար մարդ էիք բռնեցեցում, ֆոնդ էիք ստեղծել, ող էիք բանան, վախի չեք եթում դրա համար կռվելու, հա? Բա պատերազմի ժամանակի հոպարը, թերը, ջոկատ չկազմեցի գնայիք պաշտպանեիք Արցախը, հա? Արա, կուսակցությունը բացում ես, որ ինչ անեք, արա, հա? Մեր ազգին խապեք տանեք, լցնեք, էլի բան անեք, որ ես բոզի տղեկը էլի նորից մեզ թալանեք, բա խիտեր չեք կայնում, աղպեք, բա այդքան ուղեղ չունեք գակ մի հատ նստեք լասեք, պարոն Սիմոնյան, հոպարին բռնել են, ասում են հեղաշրջում ես կատարում, ասում են իշխանություն ես զավթել, իշխանություն ես ուզում խլես փաշողլուց, հա? Իշխանությունը փաշողլումն է, թե մեր ազգինն է, թե ժողովրդինն է, հա? Դու շատ լավ նստել ես գարշոկին քաղաքականություն ես խաղում։ Հիմա լավ անցնում մի հատ ես ուրիշ գալու մի րոպե։ Նշանակում է շատ լավ։